Կուզեի հարցնել վաղ միջնադարի պատմությունը գնահատել այսօրվա տեսանկյունից եւ դարձյալ ասել, որ դա պատմական Հայաստանի դիրքերից է գրված, բացարձակապես իրականությանը չի անպատասխանում։ Այսինքն, ինչ է ստացվում Պապ Թագավորի քաղաքականության մասին խոսելիս, պիտի Պապը այն ժամանակ մտածեր, որ Ախուրյան Արաքսը չի կարելի անցնել, նրանց աջ ափին հայտնվել, որովհետև դա արդեն իրական Հայաստանը չի, այսինքն նա պետք է մոտ 1700 տարի հետո պատկերացներ, որ լինելու է փոքրիկ խորհրդային Հայաստան, որի հիմքի վրա կյանքի է կոչվելու երրորդ հանրապետությունը, եւ ստացվի, որ դա արդեն իրական Հայաստանը չէ։ Հիմա տեսեք, ես երբեմն հումորով ասում եմ հետեւյալը, որ եթե մենք այդ սկզբունքով առաջնորդվենք, ստացվում է այնպես, որ Մեսրոպ Մաշտոցը չի ծնվել, բայց մահացել է։ Ինչու՞։ Որտեղ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն Գավառի Հացեկաց գյուղում 361 թվականին։ Հացեկաց գյուղը գտնվում է Մշո դաշտում, Արաքսից աջ, այսինքն աջ ափին, բավական հեռու, եւ բարեբախտաբար, քանի որ Վահան Ամատունին նրա աշակերտն է եղել, նրա մահանալուց հետո նրան ամփոփել է իր պապենական կալվածքում Օշականում եւ ստացվեց, որ ինքը իրական Հայաստանում թաղվել է, բայց չի ծնվել, քանի որ ոչ իրական Հայաստանում պիտի ինքը ծնված լիներ։ Գիտեք, այսպեսի մոտեցում չի կարելի ընդհանրապես հանդես